շնորհակալություն ենք։ Բարև ձեզ, հարգելի պարոնայք, ինչու՞ չէ տիկնայք, իհարկե շատ ողջունելի է նման հանդիպումները։ Ես կարճ ասեմ, ես իմ ընտանիքի անունից եւ բոլորի սրտի ցանկությունից ուզում եմ շնորհակալություն հայտնել Սամվել Կարապետյանի այդ 5 քայլերի իրականացման համար, նրան ցանկանալ առողջություն առաջին հերթին եւ շուտապույտ ազատություն, որպեսզի կարողանա նա իր առջև դրված այդ խնդիրի կատարի եւ ստեղծել ուժեղ Հայաստան։ Չէ՞ որ աշխարհում առաջին քրիստոնեություն ընդունած ժողովուրդը մենք ենք հայերս, բայց եկել այնպիսի մի վիճակ ենք ստեղծվել, որ անհնար է, մենք ասենք, դուրս ենք գալիս վաղը, դա երկար ճգնաջան աշխատանք է կատարում։ Բոլորի շնորհակալություն, շատ ողջունելի։ Շնորհակալություն, մենք հարցեր ունենք նաև երիտասարդներից, խնդրեմ։ Բարև ձեզ, ես Ամյան եմ ու ներկայացնում եմ երկու փոքր բիզնես Հայաստանում։ Շատ ուրախ եմ իրական զրոտոս հարկի վերաբերյալ, բայց արդյոք ինչպիսի արդյունք ունենա այն մեր բյուջեի վրա ընդհանրապես, բայց բացի զորական հարկից, կարծում եմ, որ մի փոքր կարելի է թողնել ընդհանրապես հարկը փոքր բիզնեսների համար ու նաև արդյոք արցախցի բիզնեսմենները որևէ արտոնություններ կունենան թե ոչ։ Պատասխանեմ առաջ, շատ ողջունելի է, որ դուք ունենալով բիզնես, դուք եք առաջարկում, որ հարկերը մնան, դա հետաքրքիր է 2.5% Հայաստանի բյուջեի վրա ազդեցությունը փոքր բիզնեսի, միկրո եւ շրջանառության հարկով գանձվող աշխատող բիզնեսի, որը ընդհանուր մեր բոլոր ընկերությունների 80%-ն է, հարկում է եւ հարկը ընդամենը 2.5% է մեր բյուջեի վրա։ Շատ փոքր թիվ է, բայց դուք պատկերացեք ինչքան գլխացավանք, ինչքան դժվարություններ, մարդկանց համար խնդիրներ։ Կա վարչարության խնդիրը շատ է բարձրացվել, բայց ես կուզենայի ասել կարևոր մի բան։ Հարկայինի համար ավելի հեշտ է լինելու վերահսկել վերինշեմի հատվածը, քան ամբողջությամբ այս 56,000 շրջարկող ընկերությունները ամբողջությամբ վերահսկել նրանց հարկային պարտավորությունների կատարումը։ Մենք հարկայինի գործը մի քանի անգամ թեթևացնելու ենք, դրա արդյունքում պահանջելու ենք, որ տրոհումների դեմ քայլեր ձեռնարկել։ Աշխատանքի խնդրի փոփոխությունը, բայց այդ խնդրի մեծությունը անհամեմատ է 100,000-ավոր քաղաքացիների համար նոր աշխատատեղեր ստեղծելու հնարավորության հետ։ Մեր քաղաքացիները ձեռնարկատերերի երկիր պետք է դառնան։ Դա մեր քայլն է։ Արցախի մեր հայրենակիցների համար գործելու է նույն ռեժիմը, նույն իրավիճակը եւ ճանաչելով շատերին ես վստահ եմ, որ շատ ակտիվ շատ կարճ ժամանակում կունենան մեծ հաջողություններ։ Ես քանի որ արցախցիների շղթան եմ շարունակում, հետևյալ հարց ունեմ, մի քիչ ոչ տնտեսական այն հարցը, բայց մենք տեսնում ենք, չնայած շատ ազդեցություն ունի դրա վրա։ Տեսնում ենք, որ ներկայիս իշխանությունը խթանում է արցախահայության արտագաղթը, ձեր պատկերացմամբ ուժեղ առաջնորդություն ինչպես կարող է հակադարձել այս միտմանը եւ ապահովել, որպեսզի արցախահայությունը մնա եւ ապագա տեսնի Հայաստանի Հանրապետությունում։ Պաշտոնական տվյալներ չունեմ, բայց իմ շրջապատում շատ մարդիկ ու շատ ռեսուրսով մարդիկ, գիտակից մարդիկ հեռանում են ցավոք սրտի Հայաստանի